Միջազգային լրահոսն այսօր։ Կարծում ենք օպտիմալ լուծում կլիներ, եթե Երևանն ու Բաքուն ԵՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համապատասխան համատեղ առաջարկով հանդես գան։ Այս մասին իր այսօրվա ճեպազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները 2022 թվականի փետրվարին դադարեցրին շփումը ռուս համանախագահի հետ, երբ 2022 թվականի հոկտեմբերին ՀՀՄՊ-ում ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի մաս եւ երբ 2023 թվականի աշնանը իրավիճակը կտրուկ փոխվեց, ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրեց իր արդիականությունը ու պետք է լուծարվի, ասել է Զախարովան։ Նա նաև հավելել է, որ Մոսկվան պատրաստ է իր հաղթանակը տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների եւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ապրիլի 17-ից 18-ին ի թիվս այլնի քննարկելու են իրավիճակը Հարավային Կովկասում։ Ապրիլի 17-18-ը Իրանի արտգործնախարարության ղեկավարն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Նա բանակցություններ կվարի իր ռուս գործընկերոջ հետ։ Նրանք կշարունակեն կարծիքների մանրակրկիտ փոխանակումն արդի միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ, ներառյալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիայում, Հարավային Կովկասում եւ Կասպից ծովում իրադրությունը, ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրան բանակցությունները ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Ավելի վաղ Արաղչին ասել էր, որ իր այցի հիմնական նպատակը Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի գրավոր ուղերձը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելն է։ Այսօր Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարար Մակաբո Չորոշվիլիի, Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Վրաստանի միջև եռակողմ հանդիպում արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունից։ Հանդիպման ընթացքում Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Լաշադար Սալյան, Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյան եւ Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մահմեդովը ողջունել են Հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը եւ ընդգծել, որ երեք երկրները ունեն միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։ Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը, նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը։ Ավելին, այս ոլորտներում համագործակցությունը կարող է խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը եւ ի վերջո նպաստել Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատմանն ու արագընթաց զարգացմանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները փոխանակվել են մտքերով եւ համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ տեսլականներով։ Հանդիպման ավարտին զրուցակիցները կարևորել են հանդիպման դրական ու կառուցողական միջավայրը, որը նախնական փուլ է միտված վստահության ձևավորման եւ երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը։ Ուկրաինական պատվիրակությունը Փարիզում առաջին բազմակողմ հանդիպումն է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմից։ Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել ուկրաինական պատվիրակությունը, որի կազմում են նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, արտգործնախարար Անդրեյ Սիբիգան եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Նշվել է, որ Ելիսեյան պալատում բանակցություններին մասնակցել են կամավորների կոալիցիայի մաս կազմող երկրների ներկայացուցիչներ։ Դրանց թվում են եղել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնաթան Փաուելը եւ Գերմանիայի կանցլերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յենս Սպլորտները։ Կողմերը մտքեր են փոխանակել կայուն եւ հարատև խաղաղության հաստատման հետագա քայլերի շուրջ, մասնավորապես ամբողջական հրադադարի իրականացում, անվտանգությունը երաշխավորող բազմազգ ռազմական կոնտինգենտի ներգրավում եւ Ուկրաինայի համար արդյունավետ անվտանգության ճարտարապետության կառուցում, ասել է հաղորդագրությունում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը բավականին օգտակար է որակել Անտալիայի միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը։
Եթե անգամ հանդիպումը հարցեր լուծելու հնարավորություն չի տվել, հնարավորություն է եղել ավելի մանրամասն քննարկել կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները։ Ուստի իմ գնահատականն այն է, որ հանդիպումը օգտակար էր, ասել է նա։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը։